Այսօր կբացահայտենք ինֆլյացիայի, դեֆլյացիայի և հիպերինֆլյացիայի տարբերություններն ու առանձնահատկությունները։ Ինֆլյացիան այն երևույթն է, երբ ապրանքների և ծառայությունների ընդհանուր գները ժամանակի ընթացքում բարձրանում են։ Սա նշանակում է, որ ձեր փողը կորցնում է իր գնողունակությունը, քանի որ նույն ապրանքը գնելու համար ավելի շատ գումար է անհրաժեշտ։ Օրինակ, եթե տարեկան գնաճը կազմի 3%, ապա այս տարի $100 արժեցող ապրանքը հաջորդ տարի կարժենա $103։ Ինֆլյացիան առաջանում է 3 հիմնական դեպքերում. Առաջին, երբ պահանջարկը գերազանցում է առաջարկը։ Երկրորդ, երբ արտադրության ծախսերը բարձրանում են աշխատավարձերի կամ հումքի գների աճի հետևանքով։ Եվ երրորդ, երբ կենտրոնական բանկերը շատ գումար են տպում կամ տոկոսադրույքները նվազեցնում են տնտեսությունը խթանելու համար։ Ինֆլյացիան իր հերթին առաջացնում է 3 հիմնական բացասական հետևանքներ։ Առաջին, գնողունակության կորուստ։ Նույն գումարով ավելի քիչ բան կարող եք գնել։ Երկրորդ, խնայողությունների արժեզրկում։ Եթե ձեր խնայողությունները գնաճից դանդաղ են աճում, ապա իրականում փող եք կորցնում։ Օրինակ, երբ ձեր խնայողությունները աճում են տարեկան 2%, իսկ ինֆլյացիան աճում է 3%, ապա ձեր խնայողության գնողունակությունը նվազում է 1%-ով։ Ինչքան ավելի երկար շարունակվի բարձր ինֆլյացիան, այնքան ավելի այն կուտակվում։ Օրինակ, 10 տարիների ընթացքում 3%-անոց ինֆլյացիան $10,000 արժեքը կհանգեցնի մոտ 25%-ով նվազեցման։ Դա նշանակում է, որ $10,000 խնայողությունը կարող է ունենալ միայն $7,500 գնային կարողություն մեկ տասնամյակում, չնայած դեռ նույնքան գումար ունեք։ Եվ երրորդ, տոկոսադրույքների աճ։ Կենտրոնական բանկերը կարող են բարձրացնել տոկոսադրույքները գնաճը զսպելու համար։ Վերջին շրջանի լավագույն օրինակ է Քովիդը։ 2020-21 թվականներին ԱՄՆ-ն տպել է դոլարի գոյության ողջ ժամանակահատվածում տպված քանակի 40%-ը, այն է $6.5 տրիլիոն, ինչը հանգեցրեց ինֆլյացիայի աճի 2019 թվականին 1.81%-ից 2022 թվականին 8%-ի։ Իսկ ինչպես ապահովագրել ձեզ ինֆլյացիայի բացասական ազդեցությունից։ Առաջին տարբերակը միջազգային ընկերություններում ներդրումներ կատարելն է։ Պատմականորեն բաժնետոմսերը երկարաժամկետ շրջանում գերազանցել են ինֆլյացիային։ Չնայած շուկաները կարող են փոփոխվել կարճաժամկետում, բայց ինդեքսային հիմնադրամների մեջ ներդրումներ կատարելիս սովորաբար ապահովվում է աճ, որը գերազանցում է ինֆլյացիան։ Երկրորդ տարբերակը անշարժ գույքի մեջ ներդրումներ կատարելն է։ Անշարժ գույքը կարող է լինել ինֆլյացիայի դեմ պաշտպանություն, քանի որ անշարժ գույքի արժեքները հաճախ բարձրանում են ժամանակի ընթացքում և վարձավճարները կարող են բարձրանալ ինֆլյացիայի հետ միասին։ Անշարժ գույքի ներդրումները հակված են պահպանելու գնային կարողությունը և որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում են ինֆլյացիայի տոկոսադրույքը։ Երրորդ տարբերակը թանկարժեք մետաղների մեջ ներդրումներ կատարելն է։ Ոսկին և այլ թանկարժեք մետաղները ավանդաբար համարվում են ապահով տարածք ինֆլյացիայի ժամանակ։ Նրանք սովորաբար պահպանում են իրենց արժեքը ավելի լավ, քան կանխիկը, հատկապես տնտեսական անհայտության շրջանում։ Չորրորդ տարբերակը ինֆլյացիայից պաշտպանված պետական պարտատոմսեր ձեռք բերելն է։ Դրանք կառավարության պարտատոմսեր են, որոնք հատուկ նախագծված են պաշտպանելու ինֆլյացիայից։ Այս պարտատոմսերի հիմքը բարձրանում է ինֆլյացիայի հետ, ինչը նշանակում է, որ դուք երաշխավորված եք պահպանելու ներդրման գնային կարողությունը։ Հինգերորդ տարբերակը կենսական ապրանքների մեջ ներդրումներ կատարելն է։ Այդպիսիք են նավթը, գյուղատնտեսական ապրանքները և այլ բնական ռեսուրսները։ Դրանք հաճախ բարձրանում են գներով ինֆլյացիայի ժամանակ։ Սա կարող է լինել անուղղակի միջոց, որպեսզի պաշտպանեք ձեր խնայողությունները, քանի որ այս ակտիվները սովորաբար պահպանում են իրենց արժեքը։ Վեցերորդ տարբերակը կրիպտոարժույթների մեջ ներդրումներ կատարելն է։ Բիթքոինի և այլ կրիպտոարժույթների մեջ ներդրումներ կատարելը անկախ ժամանակից և նրանց գնից շատ լավ տարբերակ է։ Իհարկե, դա շատ սպեկուլյատիվ հարթակ է և կարճաժամկետ ներդրման դեպքում հնարավոր է ձեր ներդրումը նվազի, բայց երկարաժամկետ ներդրման դեպքում, մասնավորապես բիթքոինը, ձեր ներդրումները կարդարացնի։ Յոթերորդ և ամենապարզ տարբերակը դա ձեր եկամուտը բարձրացնելն է։ Քանի որ ինֆլյացիան նվազեցնում է ձեր գոյություն ունեցող եկամտի գնային կարողությունը, շատ կարևոր է կենտրոնանալ եկամուտները մեծացնելու վրա։ Դրա համար մի դադարեք ներդնել ինքներդ ձեր մեջ, սովորել նոր հմտություններ կամ գուցե նոր մասնագիտություն, որը կապ ունի ձեր ներկայիս մասնագիտության հետ կամ ընդհանրապես կապ չունի, բայց ձեզ կապահովի ավելի բարձր եկամտաբերություն։ Եվ այսպես, ինչ կարևոր եզրակացություններ կարող ենք անել։ Առաջին, ինֆլյացիան անխուսափելի է, բայց ճիշտ ռազմավարության դեպքում կարելի է կառավարել։ Երկրորդ, պարզապես փողը պահելը բավարար չէ ինֆլյացիայի դեմ պաշտպանվելու համար։ Եվ երրորդ, ներդրումները, որոնք գերազանցում են ինֆլյացիային, կարևոր են ձեր կարողությունը պահպանելու համար։
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է դեֆլյացիան։ Դեֆլյացիան առաջանում է 3 հիմնական դեպքերում։ Առաջին, երբ սպառողները եւ բիզնեսները սկսում են ավելի քիչ ծախսել տնտեսական անորոշության պատճառով։ Երկրորդ, երբ ապրանքներն ու ծառայությունները շատ են, իսկ պահանջարկը քիչ, գները իջնում են։ Եվ երրորդ, երբ կենտրոնական բանկը նվազեցնում է շրջանառվող փողի քանակը կամ բարձրացնում տոկոսադրույքները։ Դեֆլյացիան իր հերթին առաջացնում է 3 հիմնական բացասական հետևանքներ։ Առաջին, պարտքի բեռի մեծացում։ Փողի արժեքի բարձրացման պատճառով պարտքերը դառնում են ավելի ծանր։ Երկրորդ, տնտեսական անկում։ Մարդիկ սկսում են հետաձգել գնումները, ավելի ցածր գներ սպասելով, ինչի արդյունքում տնտեսությունը դանդաղում է։ Եվ երրորդ, աշխատատեղերի կրճատում։ Բիզնեսները սկսում են կրճատել ծախսերը, ներառյալ աշխատավարձերը։ Դեֆլյացիայի վառ օրինակներ են Մեծ դեպրեսիան 1930-ականներին, ԱՄՆ-ում տեղի ունեցավ գնանկում, ուղեկցված զանգվածային գործազրկությամբ, և Ճապոնիայի կորած տասնամյակ 1990-ականներին երկարատև գնանկում և տնտեսական ստագնացիա։ Իսկ ո՞րն է ավելի վատ՝ ինֆլյացիան, թե դեֆլյացիան։ Երկուսն էլ կարող են վնասել տնտեսությանը տարբեր ձևերով։ Ինֆլյացիայի չափավոր գնաճը 2-3% համարվում է նորմալ և նույնիսկ օգտակար տնտեսության համար, բայց բարձր գնաճը կարող է հանգեցնել վստահության կորստի, խնայողությունների արժեզրկման և սոցիալական անկայունության։ Դեֆլյացիան հաճախ ավելի վտանգավոր է, քանի որ կարող է առաջացնել տնտեսական կանգ, գործազրկություն և վարձատրության անկում։ Թե ինչպես հաղթահարել ինֆլյացիան, պարզեցինք, իսկ ինչպես կարող ենք հաղթահարել դեֆլյացիան։ Առաջին. պահեք կանխիկ գումարը, քանի որ նրա գնողունակությունը աճում է։ Երկրորդ. ներդրեք այնպիսի ոլորտներում, որոնք հնարավորինս քիչ են կախված գների տատանումներից։ Եվ երրորդ. խուսափեք պարտք վերցնելուց, քանի որ դեֆլյացիայի ժամանակ վերադարձվող գումարն ավելին արժե։ Ինֆլյացիան և դեֆլյացիան հասկացանք, հիմա եկեք բացահայտենք հիպերինֆլյացիան։ Հիպերինֆլյացիան դա գների չափազանց արագ և անկառավարելի աճն է, որը հաճախ գերազանցում է ամսական 50%-ը։ Սա նշանակում է երկրի արժույթի արժեքի կտրուկ անկում, որի արդյունքում ապրանքների և ծառայությունների գները կտրուկ բարձրանում են, իսկ բնակչությունը կորցնում է վստահությունը ազգային արժույթի նկատմամբ։ Որոնք են հիպերինֆլյացիայի հիմնական բնութագրերը։ Առաջին. գների կտրուկ աճ։ Ապրանքների և ծառայությունների գները կտրուկ բարձրանում են, ինչպես օրինակ Զիմբաբվեում մարդիկ պայուսակներով փող էին կրում հաց գնելու համար։ Երկրորդ. արժույթի արժեզրկում։ Գումարի արժեքն այնքան է իջնում, որ այն գրեթե անօգուտ է դառնում, մարդիկ սկսում են օգտագործել այլ արժույթներ կամ փոխանակման համակարգեր։ Երրորդ. վստահության կորուստ։ Երբ մարդիկ կորցնում են հավատը ազգային արժույթի նկատմամբ, փորձում են հնարավորինս արագ ծախսել այն, մինչև գները ավելի չեն բարձրացել։ Սա էլ ավելի է արագացնում գնաճը։ Եվ չորրորդ. տնտեսական և սոցիալական խանգարումներ։ Հիպերինֆլյացիան բերում է ապրանքների պակասի, գործազրկության աճի և կյանքի որակի կտրուկ անկման։ Հաճախ մարդիկ ստիպված են լինում լքել երկիրը։ Իսկ որո՞նք են հիպերինֆլյացիայի պատճառները։ Առաջին. անսահմանափակ դրամարկղային արտահանում։ Երբ կառավարությունները մեծ քանակությամբ փող են տպում բյուջեի պակասորթը կամ պարտքերը փակելու համար, դա հանգեցնում է արժույթի գերհագեցման և գնաճի։ Երկրորդ. քաղաքական անկայունություն։ Կոռուպցիան և թուլացած կառավարումը խորացնում են տնտեսական ճգնաժամը։ Երրորդ. արտաքին ցնցումներ։ Պատերազմները, պատժամիջոցները կամ ռեսուրսների գների անկումները կարող են քայքայել տնտեսությունը։ Եվ չորրորդ. վստահության կորուստ արժույթի նկատմամբ։ Երբ բիզնեսներն ու քաղաքացիները դադարում են վստահել արժույթին, այն դուրս է մղվում շրջանառությունից։ Իսկ հիմա հասկանանք, թե որոնք են հիպերինֆլյացիայի հետևանքները։ Առաջին. արժույթի փլուզում։ Ազգային արժույթը դառնում է անօգուտ, և մարդիկ սկսում են օգտագործել օտարերկրյա արժույթներ։ Երկրորդ. սոցիալական անկայունություն։ Կյանքի որակի անկումը հանգեցնում է բողոքների, անկարգությունների ու տնտեսական փլուզման։ Եվ երրորդ. խնայողությունների կորուստ։ Մարդիկ կորցնում են իրենց խնայած գումարները, քանի որ դրանք արագորեն արժեզրկվում են։ Հիպերինֆլյացիայի օրինակներ են Զիմբաբվեն 2000-ականներին, Վենեսուելան 2010-ականներից մինչև այսօր։ Այս երևույթը սովորաբար ծանր տնտեսական և քաղաքական խնդիրների հետևանք է։ Դե ինչ, հուսամ նյութը ձեզ դուր եկավ։ Այսօրվա համար այսքանը։ Բաժանորդագրվեք, լայքեք և կիսվեք։ Թող օգտակարը գերակշռի համացանցում։